Տեսեք, ունենք ակտիվացում սուրշնչական վարակների մասով, թե ամբուլատոր օղակում դիմելույության և թե հիվանդանոցային, իհարկե մեր հսկողության տակ է և ամենօրյա մոնիտորինգ ենք իրականացնում, թե դուրս գրված, թե նոր դեպքերի մասով։ Իհարկե մենք աշխատում ենք մեր կրթության գործընկերների հետ գործարկելու այս մեխանիզմը, որ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20%-ից ավել է, ապա նրանք հնարավորություն ունեն անցնելու հեռավար դասապատրաստման։ Պետք է նշեմ, որ ամենօրյա բացակայությունների թիվը Եվս մենք իրար փոխանցում ենք և աշխատում ենք դպրոցների հետ։ Այս պահի իրավիճակով չեմ կարող ասել, քանի դասարան է անցել հեռավար կրթական պրոցեսի, բայց նորից եմ կրկնում, դասապրոցեսների հետ կապված որոշումները կայացվում են հիմնվելով իրավիճակի վրա և մենք այս պահին չունենք այն համաճարակային իրավիճակը, որ դիմենք ընդհանուր դասապրոցեսի կանգնեցմանը։ Այո, Ժորժ ջան, անցյալ տարվա օդի աղտոտվածությունը, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությունում և մասնավորապես Երևանում արդեն վտանգավորության շեմը հատել է, սա ևս է որոշ բժիշկների կարծիքով պայմանավորված կարող է։ Դե, տեսեք Ժորժ ջան, սրանք տարբեր բաներ են։ Վիրուսային հիվանդությունները կապ չունեն օդի աղտոտվածության հետ։ Վիրուսային հիվանդությունները ուրեմն սեզոնային տրամաբանությամբ սկսում են ակտիվանալ նոյեմբերից մինչև հունվարի վերջ ակտիվ շրջանն է և մենք համեմատական ենք տանում նաև նախորդ տարվա ուրեմն թվերի հետ, ըստ էության շատ փոքր շեղում ունենք անցյալ տարվա սեզոնային գրիպի ակտիվացման ցուցանիշներից։ Փոքր ավելացում ունենք, բայց այստեղ էլ պետք է տեսնենք, որ անցյալ տարի ավելի շուտ էր սկսվել ակտիվացման գործընթացը, այսինքն մենք նոյեմբերի սկզբից արդեն բավականին ակտիվացում ունենք, այս տարի մի փոքր ավելի ուշ են այս վարակները շրջանառվել։ Նշեմ, որ այո, շրջանառվող շտամը H3N2-ը ունի սպეციფიկ ատիպիկ է եւ ջերմության բարձրացում, կայուն ջերմություն է առաջացնում մանավանդ մինչև 18 տարեկանների մոտ և նորից շեշտադրում եմ, որ եթե չունեք ախտանշաններ, ապա խնդրում ենք մանավանդ ռիսկի խմբերին անպայման պատվաստվել, որովհետև մեր ցուցանիշները նաև ցույց են տալի պատվաստված անձինք կամ չեն վարակում կամ վարակվելու պարագայում շատ թեթև են տանում ախտանշանները։ Իսկ ովքեր են հիմնականում տարիքային խոցերի համար Երեխաները և այս շտամի հիվանդացության մասով էլ երեխաները մինչև 18 տարեկան ավելի ըստ էության ծանր են տանում հիվանդությունը, բայց պետք է նշեմ, որ քրոնիկ հիվանդություններ ունեցողները, շաքարային դիաբետ, սրտանոթային հիվանդություններ ունեցող և 65-ից բարձր քաղաքացիները ևս շատ խորհուրդ է տալիս, որ պատվաստվեն։ Թոքաբորբի դեպքեր են նաև ավելացել էլի այս շտամով է պայմանավորված այս նսա է տանում դեպի Թոքաբորբեր հանգեցնում է ոչ միայն այս շտամը, այլ շրջանառվում են նաև այլ վարակներ և այո, մենք դիտարկում ենք նաև հիվանդանոցային օղակում թոքաբորբերի ցուցանիշները, բայց որևէ այսպես ահագնացող կամ մտահոգություն առաջացնող պատկեր այս պահին չունենք։ Չընկնի ջարդվի։ Դիկին նախարար, իսկ տեղեկությունները դրանք սինգապուրյան, եթե չեմ սխալվում, վիրուսա տարածված, դա ինչքանով է։ Դե ես շտամի անունն եմ հնչեցնում, չգիտեմ ինչ անուններ դրան հավելյալ տալիս են, շրջանառվում է H3N2 ատիպիկ գրիպը։ Չեմ լսել, որ դրա անունը սինգապուրյան են ասում, մեկ Հոնկոնգ էին ասում, հոնկոնգյան գրիպ։ Հա, դե տարբեր բրենդներ են տալիս։ Ավանեսյան, ես վիրուսների ֆոնին մի հարց կար, որը շատ բարձրացրեցի տարբեր քաղաքացիներ, ես ուզեի դրան անդրադառնալ, խոսքը առաջին է բուժօգնության տրամադրումն է, երկրորդ հիվանդը երեխային տեղափոխում է հիվանդանոց, ոչ թե պոլիկլինիկա, հիվանդանոց եւ այդ խորհրդատվությունը վճարում է ենթադրում, կարծեք 10,000 դրամ է բոլոր տեղեկություններ, թե ոչ։ Ինչ որ մի փուլում այս վճարումը չկար, չգիտեմ, չէին վերցնում թե ոնց է, բայց չկար։ Ես դժգոհությունները շատ են, որ այդ դեպքում ինչպես են ասում, որ մինչև 18 տարեկանների բուժօգնությունը անվճար է։ Հնարավոր չէ առաջին օղակ առանց անցնելու
այդ դա փոխվի եւ իսկապես Չէ, հնարավոր չի, որովհետև դա ճիշտ ուղի չի։ Տեսեք, առաջնային օղակը իր դերը ունի եւ մարդը, եթե ցուցանիշներ չունի հոսպիտալացման կամ էմերջենսի ծառայության, ապա պետք է դիմի պոլիկլինիկական օղակում։ Եթե անձը շրջանցում է այս օղակը եւ ուղիղ գալիս է հիվանդանոց, արտահիվանդանոցային դեպքի համար, ապա դա համարվում է վճարովի խորհրդատվություն։ Եթե մենք այս բոլոր կանոնները չապահովենք, ուրեմն չենք ունենա բավարար արդյունքներ եւ կստացվի, որ մեր անգամ թեթև դեպքերը կգնան հիվանդանոց, կծանրաբեռնեն հիվանդանոցները եւ ծանր դեպքերի սպասարկման համար խնդիրներ կունենանք։ Բայց այդ առաջին օղակից մինչև հասնելը այնքան խնդիրներ առաջանում, ոչ թե որ Որևէ խնդիր չի առաջանում։ Տեսեք, պոլիկլինիկան ունի տեղի մինչև մի ուղեգիր տրամադրել ու հասնես հիվանդանոց։ Եթե ուրեմն երեխային մանկաբույժը նայել է եւ ցուցում չի տվել հոսպիտալացման, նշանակումները արել է տանը բուժում ստանալու, ապա սա մի իրավիճակ է։ Երբ որ երեխան այցելել է մանկաբույժին եւ մանկաբույժը հայտնաբերել է այնպիսի ախտանշաններ, որոնք հրատապ հոսպիտալացման են, դա լրիվ ուրիշ ռեժիմով է գնում։ Բայց պետք է հետևենք կանոններին եւ սա միայն մեր համար չի, սա գրագետ մոտեցումն է։ Տիկին Ավանեսյան, երկու հարց, մեկը նորից առողջապահական, բայց տեսեք Արցախի նորի տեղահանված քաղաքացին ազանգում է, որի երկու առողջապահած երեխաները ովքեր ունեն երաշարժողական կոնկրետ խնդրի, չեն կարողանում ձեռք բերել սայլակներ եւ հիմա դիմում է եւ առողջապահության նախարարությունը եւ հայվանատներ հնարավոր է նաեւ որոշակի անոնիմ նախարարությունը չմտի որպեսզի կարողանան այդ սայլակները ձեռք բերել, որովհետեւ տեղաշարժերը կոնկրետ խնդիրներ այդ երկու երեխաները կամ կոնտակտները, որոնք բարձրացված են կնոջ կողմից սոցիալական ցանցերում, ասում են, որ կոնկրետ հաշտարվային հանգամանքը, որ Արցախից են պետք է տեղահանությունը մնաց չի տալիս եւ ուղղորդում է տարբեր գերատեսչություններ։ Չկա նման բան, չի կարող նման բան լինել։ Իհարկե սայլակների տրամադրումը իրականացնում է սոցիալ նախարարությունը, բայց ես կխնդրեմ կոնտակտները փոխանցեք, ես անձամբ կզբաղվեմ անպայման։ Եվ երկրորդ հարցը արդեն ներքաղաքական դուք Նիկոլ Փաշինյանի Գյումրիում ելեչունցված պատարագի մասնակիցն է։ Նախ ինչպես է գնահատում այն հանգամանքը, որ պատարագից մեկ օր առաջ եկեղեցու դռները փակվում են ԱԱՑ-ի միջոցով, կապարակում խփում են, այդտեղ դուրս տալիս մարդիկ սովորական նոտեն եւ բացատրես այդ պատարագը ծառայեցվում է քաղաքական վերնախավին։ Պատարագը չի կարող ծառայեցվել վերնախավին, պատարագը մատուցվում է եւ ուղղված է Աստծուն, Հիսուս Քրիստոսին եւ ոչ մի քաղաքական ենթատեքստ չի կարող ունենալ։ Անվտանգության միջոցառումների առումով չեմ կարող պատասխանել, այո, գուցե երկրի քաղաքական վերնախավի ներկայությունը ուրեմն ենթադրում է անվտանգային որոշակի գործողություններ միջ այդ այցելությունները։ Չեմ կարծում այստեղ որևէ խնդիր կա։ Ինձ հայտնի չի նման տվյալ, դրա համար չեմ կարող մեկնաբանել։ Շատ չեմ հասցնում, որովհետև շատ ծանր աշխատանքային գրաֆիկով ենք աշխատում, գիտեք, որ ապահովագրության ներդրման այսպես ինտենսիվ շրջանն է եւ այո, միայն հասցնում եմ այս գործերը անել։ Բայց այդ պատարագներին, որտեղ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է, ամենևս խախարում է քաղաքացիների հոգևոր պատարագի մասնակցելու իրավունքը, գալիս է պատարագ։ Որ իրավունքը։ Այն մասով որ մարդիկ չեն կարողանում հաղորդակցել, ամենևս ասում որ հիմա երբ որ վեհապարի անունը պիտի ինչի չի հնչեցվում, այն քաղաքացիները, ովքեր ուզում են հնչեցնել, եկեղեցուց դուրս է ձեզ օրինակ այդ տեսարանները հաճելի է, որ անում են երևում է եւ վերևի քաղաքացիները, ովքեր հնչեցին Շիրակի թեմի առաջնորդն վեհապար հայապետի, բոլորը պատտվել եւ նայում են այս քաղաքացիներին։ Բոլորը չէին պատտվել, ես իմ մասին կարող եմ խոսել, որ ինչպես ընթացքը գնում էր պատարագի, այդպես էլ գնում էր։ Այո, որոշ քաղաքացիներ փորձում են նաեւ այսպես քաղաքական ուրեմն ենթատեքստ ունեցող հայտարարություններ բարձրաձայնել եկեղեցու ներսում, ինչը նաեւ պատարագը շեղելու եւ դրանից հայացքները տանելուն է ուղղված։ Կարծում եմ, որ այս սադրիչ գործողությունները իհարկե հաճելի չեն, բայց նաեւ ըստ էության իշխանությունը շատ տոլերանտ է վերաբերվում այս ամեն ինչին եւ մեր քաղաքացիների ոչ մի իրավունք չի խափանվում։ Այլ հակառակը, ես նշեմ, որ քաղաքացիների վերաբերմունքը եւ այն, որ նրանք
մի կնոջ պատմություն էր, ես այնտեղ ներկա եմ, երբ որ այդ կինը կիսվում էր, որ ասում է 75 տարվա մեջ առաջին անգամ եմ գալիս եկեղեցի։ Շատ այլ մարդիկ ասում են, որ առաջին անգամ է, որ գալիս են մասնակցում են պատարագին, որովհետև հասկանում են, որ այս հոգևոր նորոգման ճանապարհին հավատում են եւ աջակից են։ Հոգևորականների բարձրաստիճանային թվում եւ կաթողիկոսիուսակալության խախտելու վերաբերյալ, բայց միաժամանակ նաեւ մարդիկ ոցակետները շարքային մարգացիներն ասում են, որ եկեղեցին իվոտ հաշվի իր ասացավ ապրելու ճանապարհորդում է մի շատ այլ հոգևորականների հետ, որոնց վերաբերյալ եւս ոչ միայն մամուլում, այլև ազատ իվոտ հաշվի կողմից եղել են բարձրացական օրինակներ հավասար քաջարանի վերաբերյալ հիշում նրա հայտնի Ելիկը Պետրի սիրուհիներ ունենալու, երեխաներ ունենալու, նաև մի քիչ առաջ տելեգրամյան ալիքներից մեկում տարածվեց նույն Նիկոլ Փաշինյանի համար պատարագ մատուցած հոգևորականը ներողություն Սպիրտի Զաքովում։ Ես կարծում եմ, որ տեսեք նույն ուրեմն Կճոյանի Սրբազանի կողմից որոշակի դիրքորոշում է արտահայտվել եւ զղջման եւ սա էլ պետք է գնահատել, իսկ հաջորդիվ տեսեք շատ հետաքրքիր է, որ դուք միայն Ես ասում եմ այն ինչ ես նշում եմ այն ինչ որ ինձ հայտնի է եւ ես նման դիրքորոշում տեսել եմ մամուլում իսկ հաջորդիվ ձեր կողմից նշված հարցերը ես կարծում եմ հենց հոգեվոր նորոգման ընթացքը հենց դրա մասին է եւ շատ մեծ նաեւ քաջություն է պահանջում այս մարդկանց կողմից ուրեմն հստակ դիրքորոշում արտահայտել որ այո եկեղեցում կանոնագրքի հետևելը պետք է դառնա միանշանակ պետք է լինի մեր հոգևորականների կողմից բարոյական եւ կանոնագրքի նորմերը պահպանելը միակ հնարավոր տարբերակը Եթե ծանոթանաք իր կողմից ներկայացված եւ ոչ միայն իր, այլ այլոց կողմից ներկայացված նյութերին կտեսնեք։ Այսինքն որ հայտարարությունը տարածել դա Ես չեմ կարող մեջ բերել հայտարարությունը, բայց նորից ասացի, եթե ծանոթանաք կտեսնեք։ Այսինքն արդեն քաղաքական իշխանության համար խնդիր չի նրա տեղին ունենալ սիրուհի երեխաներ։ Ես ասացի այն ինչ կարող էի ասել, ինչքան որ տեղեկություն ունեմ։ Արդեն առաջին ընթերցումը բացել է ազգային ժողովի 16-ին լինել է երկրորդ ընթերցումը, բայց որոշ կարևոր հարցեր կան, որոնք ոնց որ ասել դրան չեն անդրադարձել, ամենից ես չեմ տեսել, հարցը հետևյալն է 26 թվականից առողջապահության ապահովության խաթիքը ալիները 19,600 դրամ, բայց մենք հայցակարգից հիշում ենք, որ ամեն տարի դա վերանայվելու է գումարը եւ ավելանալու է։ Հիմա ինձ հետաքրքիր է, որն է դուք մեր կառավարության քաղաքականությունը 27-28-ին է գումարը պահպանելու է, թե ավելանալու է։ Ինչպես նաև հետաքրքիր է, այդ սուբսիդավորման մեխանիզմը, որ հիմա առաջարկում է կառավարությունը 26 թվականի համար, 27-28-ին եւ հետագա տարիներին պահպանվելու է, թե չէ։ Եվ երրորդ հարցը, ես այնտեղ հաստատ ուսումնասիրեցի, գրած էր, որ 26 թվականից ապահովագրվելու են նաև մոտակերպ քաղաքացիներ, որոնք աշխատելու ապրելու իրավունքներ, ինչպես նաև հանրաձեռնարկատերերը, նոտարները, մարդիկ, ովքեր շահաբաժիններ են ստանում, ռոյալտիներ եւ այլն։ Ու իրենք 10,800-ը ինքնուրույն են վճարել։ Պետությունը նրանց համար չի սուբսիդավորել։ Ճիշտ եմ հասկացել, թե չէ։ Տեսեք, նախ օրենքի նախագծում ավելացվել է մի դրույթ, որով սահմանվում է, որ ամեն տարի, սկսած 2027 թվականից, ազգային ժողովին ներկայացվելու է առողջության համընդհանուր ապահովագրության նախորդ տարվա արդյունքային ցուցանիշները եւ առաջարկ է ներկայացվելու հաջորդ տարվա սակագնի, այսինքն դրույքաչափի վերաբերյալ։ Եվ սա էլ ձեր կողմից նշված սուբսիդավորման հատվածները որոշվելու են ամեն տարվա բյուջեով, որովհետև սա էլ բյուջետավորման ցիկլի մի մաս է դառնալու։ Արդյոք կփոխվեն սուբսիդավորման ուրեմն չափերը եւ այն խմբերը ում որ տրամադրվելու է սուբսիդավորումը ես 27 թվականի համար ես այս պահին չեմ կարող ասել որտեվ դա 27 թվականի բյուջեի շրջանակներում կքննարկվի Նախատեսում եք, որ եկող տարի բյուջետությունը կշատանա, այսինքն համակարգի վրա
ծանրաբեռնվածությունը կշատանա, այսինքն կարող ենք ենթադրել, որ գումարը հետագա տարիներին կավելանա։ Նման ուրեմն հնարավորությունը օրենքով սահմանված է, բայց ես այս պահին այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև ամեն տարի, ինչպես ասացի, ազգային ժողովում կորոշվի հաջորդ տարվա դրույքաչափերը։ Ուրեմն նախորդիվ հայեցակարգի մեջ սահմանված էր միջակայք դրույքաչափի հնարավոր, բայց մենք հստակեցրեցինք եւ սահմանել ենք կոնկրետ արդեն տարեկան գումար, որպեսզի այստեղ էլ չունենանք 129,600 դրամ տարեկան չափն է լինելու։ Դե նշեցի, դա կորոշվի ամեն հաջորդ տարվա համար։ Այս պահին չունեմ այդպիսի տեղեկատվություն, ինչքան կբարձրանա։ Երրորդ հարցի հետ կապված 26 թվականից էլ են ներառվելու ուրեմն անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները, նրանց համար հաշվարկման մեխանիզմը մի փոքր այլ է լինելու, նույնական ինչ որ դրոշմանիշների պարագայում է, իսկ օտարերկրյա քաղաքացիները, ովքեր ապրում են Հայաստանում եւ ուրեմն աշխատում են Հայաստանի ռեզիդենտ հանդիսացող իրավաբանական անձանց մոտ, այո, եւս պիտի հանդիսանան ապահովագրավճար վճարող, որտեղ նրանք էլ հնարավոր է օգտվել մեր երկրում առողջապահական ծառայություններից։ Այսինքն այդ կատեգորիայի մարդիկ անհապաղ ձեռնարկատերի վայր ինքնուրույն են վճարելու, պետությունը չի սուբսիդավորելու։ Չէ, չի սուբսիդավորելու։